Այսօր մենք կուսումնասիրենք այն մոռացված մեթոդները, որոնք միջնադարյան որսորդներն օգտագործում էին Եվրոպայի նախնական անտառներում իրենց որսին հետելու համար։ Սա մի լուր արվեստ էր, որը մարդկային զգայարաններից պահանջում էր շատ ավելին, քան ժամանակակից տեխնոլոգիաները երբեք կարող էին փոխարինել։ Նախքան տեսանյութը շարունակելը, հիշեք բաժանորդագրվել ալիքին սրա նման ավելի շատ վավերագրական պատմությունների համար։ Պատկերացրեք 13-րդ դարի եվրոպական անտառը, ծառերի սաղարթներն այնքան խիտ են, որ արի լույսը հազիվ է թափանցում մինչ փտած տերներով ծածկված գետինը, օդը խոնավ է գրում է մամուրի, թաց հողի խժի ինտենսիվ բույրը, չկան սալարկված ճանապարհներ, չկան մանրամասն քարտեզներ, չկան սովորական մարդու համար հասանելի գողմնացույցներ։ Այս միջավայրում տղամարդկանց մի փոքր խումբ քայլում է բացարձակ լռության մեջ, նրանց քայլերը հաշվարկված են, դանդաղ, գրեթե աննկատելի, նրանք չեն խոսում։ Նրանց աչքերը զննում են հողի։ Ծառերի գեղի ամենացածր ճյուղերի յուրաքանչյուր սանտիմետրը, նրանցից մեկը կքանստում է, մատների ծայրերով դիպչում հողին հայացքն ուղղում դեպի հեռավոր մի թուփ։ Նա հենց նոր գտավ առաջին նշանը, որ մի քանի ժամ առաջ այստեղով եղջերու է անցել, միջնադարյան որսը պատրաստվում է սկսվել։ Այս պահի կարողությունը հասկանալու համար անհրաժեշտ է հետ գնալ ժամանակի մեջ հասկանալ, թե ինչ էր ներկայացնում անտառը միջնադարյան մարդու համար։ Անտառը ժամանցի պուրակ չէր, ոչ էլ ռոմանտիկ խորհրդածության տարածք, ինչպես այն սկսեցին պատկերացնել դարեր անց, միջնադարի համայնքների համար անտառը միաժամանակ կյանքի աղբյուր էր, վտանգավոր տարածք։ Այնտեղից էր գալիս փայտը շինարարության ջերուցման համար, վայրի մրգերը, սնգերը, դեղաբույսերը, ամենակարորը, որսի միսը, որը գերագրում էր սկսած ամրոցների սրահներից։ Մինչ ամենահամեստ սեղանները, երբ օրենքները թույլ էին տալիս, բայց անտառում բնակվում էին նա գայլեր, կատաղի վարազները անլուսին գիշերների անթափանցելի խավարը։ Այս միջավայրում գողմնորոշվելը պահանջում էր հմտությունների մի ամբողջ շարք, որոնց տիրապետելու համար պահանջվում էր մի ամբողջ կյանք։ Միջնադարյան որսը պատահական գործունեություն չէր, ընդհակառակը, այն ենթարկվում էր կանոնների, հիերարխիաների սերնդեսերունդ փոխանցվող գիտելիքների բարդ համակարգի։ Այս բուրքի գագաթին ազնվականությունն էր, ում համար որսը ոչ միայն սննդի աղբյուր էր, այլ իշխանության իրացում, մարտական հմտությունների դրսորում հսկայական կարողություն ունեցող սոցիալական ծիսակարգ։ Անմիջապես ներքում պրոֆեսիոնալ որսորդներն էին անտառապահներն ու հետագծողները, ովքեր իրենց կյանքը նվիրում էին կենդանիների տեղանքի ուսումնասիրությանը, իսկ հիմքում պաշտոնական պատմության աչքից անտեսանելի, հասարակ ժողովուրդն էր, որը հաճախ ապօրինի որս էր անում սովից չմեռնելու համար, ռիսկի ենթարկվելով դաժան պատիժների մի նապաստակի կամ փասյանի դիմաց։ Կենդանիների հետագծումը այն հիմքն էր, որի վրա կառուցված էր ողջ միջնադարյան որսը, առանց խիտ անտառի անհարթ տեղանքի միջով որսը հայտնաբերելու, նույնականացնելու հետելու կարողության ոչ մի որս հնարավոր չէր լինի, եւ այս հմտությունը, հերու լինելով բնազդային լինելուց, զդված գիտություն էր, որը պահանջում էր տարիների մարզում, երիտասարդ աշակերտները, որոնցից շատերը սկսում էին իրենց ուսուցումը դեռ երեխա հասակում, կրթվում էին կարդալ լանդշաֆտը այնպես, ինչպես կարդում են ձեռագիրը, հողի վրայի յուրաքանչյուր նշան, յուրաքանչյուր գոտրված ճյուղ, յուրաքանչյուր տեղաշարժված տեր մի պատմություն էր պատմում նրան, ով գիտեր այն մեկնաբանել։ Առաջին ամենահիմնական նշանը, որ փնտրում էր հետագծողը, հետքերն էին, սակայն միջնադարյան անտառում հետքը նույնականացնելն այնքան պարզ չէր, որքան կարող էր թվալ, եվրոպական անտառների հողը մեծապես տատանվում էր կախված տարվա եղանագից տարածաշրջանից, գարնանը աշնանը խոնավ ցեխոտ հողը հետքերը պահպանում էր զարմանալի հստակությամբ թույլ տալով փորձառու հետագծողին որոշել ոչ միայն կենդանու տեսակը, այլ նրա մոտավոր չափը, սեռը, տարիքը, նույնիսկ առողջական վիճակը, ամռանը, երբ հողը դառնում էր չորպին։ Հետքերը շատ ավելի դժվար էր նույնականացնել, ինչը պահանջում էր արտակարգ սուր հայացք, ձմռանը ձյունը ծառայում էր որպես դատարկ կտավ, որի վրա յուրաքանչյուր արարած թողնում էր իր գրառումը գրեթե վիրաբուժական ճշգրտությամբ։ Միջնադարյան հետագծողները վաղ տարիքից սովորում էին տարբերակել յուրաքանչյուր տեսակի նշանները, ազնվացեղ եղջերուն, որը համարվում էր ամենաազնվական ցանկալի որսը, թողնում էր անսխալ հետքեր վարժեցված աչքի համար, նրա սրտած հետքերը երկու երկարավուն սրածայր սմբակներով, չափերով տատանվում էին կախված կենդանու տարիքից կազմվածքից, երիտասարդ եղջերուն թողնում էր ավելի փոքր թեթ նշաններ, մինչդեռ հասուն եղջերուն 5 կամ ավելի տարեկան, այն ժամանակվա անգլիական տերմինաբանությամբ հայտնի որպես hard tube, թողնում էր խորը հստակ հետքեր, որոնք մատնում էին նրա զգալի քաշը։ Հետագծողները չափում էին այդ նշանների լայնությունն ու խորությունը, համեմատում քայլերի միջ հեռավորությունը գնահատում տպավորությունների անկյունը պարզելու համար, թե արդյոք կենդանին հանգիստ քայլում էր, վազում էր, թե փախչում սրընթաց։ Բայց հետքերը միայն սկիզբն էին, միջնադարյան հետագծողն ուներ նշանների շատ ավելի լայն զինանոց վերծանելու համար, կենդանիների արտաթորանքը, որին միջնադարյան որսորդական տերմինաբանությունը վերաբերվում էր մասնագիտացված ճշգրիտ բառապաշարով, տեղեկատվության հարուստ աղբյուր էր։ Միջնադարյան նկարազարդումները ցույց են տալիս որսորդների, ովքեր սեղանի վրա քննում են եղջերուների գղանքը վերլուծելով այն նույն լրջությամբ, որով բժիշկը կքններ հիվանդին, արտաթորանքի հետողականությունից, չափից, ձիծ բովանդակությունից։ Հմուտ հետագծողը կարող էր գնահատել կենդանու տեսակը, սեռը, մոտավոր տարիքը, սննդի տեսակը, որը նա սպառել էր։ Թարմ խոնավ արտաթորանքը վկայում էր վերջերս անցնելու մասին,
Մինչդեռ չորացած կունաթափված կղանքը հուշում էր, որ կենդանին այստեղով անցել է օրեր առաջ։ Մեկ այլ հիմնարար նշան էին ծառերի վրա թողնված հետքերը, արու եղջերուները, այն ժամանակահատվածում, երբ նրանց եղջյուրներն աճում զարգանում են, դրանք քսում են բներին ճյուղերին հեռացնելու համար մաշկի թավշյա շերտը, որը ծածկում է դրանք, շփման այս հետքերը, որոնք ֆրանսիական միջնադարյան տրակտատներն անվանում էին ֆրայուարներ նյաբույթ, թողնում էին տեսանելի սպիներ ծառերի կեղի վրա, որոնք հետագծողը կարող էր նույնականացնել մեկնաբանել, նշանների բարձրությունը մատնանշում էր կենդանու չափը քերծվածքի ինտենսիվությունը հուշում էր եղջերուի ուժի տարիքի մասին, իսկ բացահայտված հյութի թարմությունը ցույց էր տալիս, թե որքան ժամանակ առաջ է կենդանին եղել այնտեղ։ Անտարի հատակը կենդանի քարտեզ էր նրա համար, ով գիտեր այն գարթալ, տեղաշարժված տերները, խաթարված մամուրը, խոշոր կենդանու կրծքավանդակի բարձրության վրա գոտրված ճյուղերը, նեղ արահետները, որտեղ ցածրադիր բուսականությունը բազմիցս տրորվել էր ամիսների կամ տարիների ընթացքում, այս ամենը կազմում էր տեսողական բառապաշար, որին հետագծողը տիրապետում էր վարժ կերպով։ Այն վայրերը, որտեղ եղջերուն պարգել էր հանգստանալու, որոնք ֆրանսիական տրակտատներում հայտնի էին որպես ռեպոզեներ, բցընթֆչ, նույնականացվում էին։ Տափակած բուսականության շրջանած հետքով մնացորդային ջերմությամբ, որը կարելի էր զգալ հպումով ցուրտ առավոտներին, հետագծողը, ով գտնում էր այս հանգստի գոտիներից մեկը, գիտեր, որ եղջերուն հերու չէ հավանաբար կվերադառնա այդ վայր։ Բուսականությունը նույնպես խոսում էր նրա հետ, ով ուշադիր դիտում էր այն, պոկված տերներով թփերը կամ կենդանու տեղաշարժի ուղղությամբ թեքված ճյուղերը մատնանշում էին որսի անցած ուղին։ Կրծված կամ գեղազրկված երիտասարդ ծառերի գեղը բացահայտում էր գիշերը սնվող եղջերուների ներկայությունը։ Տրորված սնգերը, փորելուց բացահայտված արմատները, մասնագիորեն սպառված հատապտուղները այս մանրուքներից յուրաքանչյուրը մի կտոր էր ավելացնում այն գլուխկոտրուկին, որը հետագծողը մտովի հավաքում էր անտարի միջով առաջանալիս։ Ջուրս մեկ վճռորոշ տարր էր հետագծման արվեստում, կենդանիները պարբերաբար խմելու կարիք ունեն, արվակների, լճերի ու լճակների ափերը պարտադիր անցման գետեր էին։ Միջնադարյան հետագծողները գիտեին, որ լավագույն հետքերը գտնվում են ջրային ուղիների ափերի փափուկ ցեխի մեջ, որտեղ խոնավ հողը պահպանում էր տպավորությունները բացառիկ հստակությամբ։ Այս վայրերը ծառայում էին որպես ռազմավարական դիտակետեր, որտեղ հետագծողը կարող էր գնահատել, թե որ կենդանիներն են հաճախում տվյալ տարածքը ինչ ժամերի ինչ։ Պարբերականությամբ, հանգստի գոտիները ջրային գետերին միացնող արահետները կազմում էին տեղաշարժի բնական միջանցքներ, որոնք որսորդները սովորում էին մտովի քարտեզագրել տարիների փորձի ընթացքում։ Սակայն հետագծման մեջ կար մի չափում, որը դուրս էր տեսողական դիտարկումից, հոտարության լսողության զգայարանները խաղում էին նույնքան գարոր դերեր։ Միջնադարյան որսորդները խորապես գիտակցում էին քամու ուղղությունը մի փոփոխական, որը կարող էր որոշել ողջ որսի հաջողությունը կամ ձախողումը։ Եղջերուներն ունեն արտակարգ սուր հոտարություն, որն ընդունակ է հայտնաբերել մարդու ներկայությունը հարյուրավոր մետրեր հեռավորությունից, երբ քամին փչում է սխալ ուղղությամբ, այդ պատճառով հետագծողները միշտ դիրքավորվում էին։ Քամուն հակառակ, այսինքն այնպես, որ զեփյուրը փչեր կենդանուց դեպի որսորդը, ոչ թե հակառակը։ Այս տեխնիկան պահանջում էր մշտական ուշադրություն, քանի որ քամու ուղղությունը կարող էր փոխվել ցանկացած պահի, հատկապես անտառների ներսում, որտեղ տեղագրությունը բուսականությունը ստեղծում էին օդի անկանխատեսելի հոսանքներ։ Լսողությունը նույնպես անփոխարինելի գործիք էր։ Միջնադարյան անտարի խորը լռության մեջ, որտեղ չկային շարժիչներ, մեքենաներ կամ որե արդյունաբերական աղմուկ, բնության հնչյունները ստանում էին այնպիսի հստակություն, որը ժամանակակից մարդը դժվար թե կարողանա պատկերացնել։ Կենդանու քաշի տակ ճյուղի ջրջրոցը, շարժվող արարածի պատճառած տերների խշշոցը, գիշատչի անցումից տագնապած թռչնի հեռավոր գանչը, այս բոլոր հնչյունները կազմում էին մի սիմֆոնիա, որը փորձառու հետագծողը վերծանում էր ավտոմատ կերպով թռչունները։ Մասնավորապես գործում էին որպես ակամա պահապաններ, երբ խոշոր կենդանին տեղաշարժվում էր անտառով, մոտակա թռչունները հաճախ արձակում էին տագնապի կանչեր, որոնք ուշադիր որսորդը կարող էր լսել մեկնաբանել որպես որսի ներկայության շարժման ուղղության ցուցում։ Հենց այս կետում է, որ միջնադարյան հետագծման պատմությունը հանդիպում է որսորդական շների պատմությանը անփոխարինելի ուղեկիցների, ովքեր որսին հետելու արվեստը զուտ մարդկային հմտությունից վերածեցին տեսակների միջ համագործակցության։ Շները միջնադարյան որսում այնքան կենտրոնական դեր էին խաղում, որ ամբողջական տրակտատներ են նվիրվել նրանց բուծմանը, մարզմանը անասնաբուժական խնամքին, դարերի ընթացքում բուծվել են տարբեր ցեղատեսակներ որսի մեջ հատուկ գործառույթներ կատարելու համար, այս համակարգի բարդությունը ուշագրավ էր։ Բոլոր միջնադարյան որսորդական շների մեջ լայմերը զբաղեցնում էր հատուկ կարևոր դիրք հետագծման համատեքստում։ Լայմերը հոտարությամբ հետող շուն էր, որը մշտապես պահվում էր կապի մեջ լայմ կոչվող երկար պարանով, որից էլ առաջացել էր նրա անունը։ Այս կենդանին վարժեցված էր հետագծել լռության մեջ առանց հաչելու կամ որե աղմուկ հանելու, որը կարող էր զգուշացնել որսին, նրա գործառույթն էր հայտնաբերել ցանկալի եղջերուին նախքան բուն որսի սկսվելը հետելով այն հոտարական հետքին, որը կենդանին թողնում էր տեղաշարժվելիս, լայմերը նրա վարողը դուրս էին գալիս լուսաբացից առաջ, հաճախ որսից մեկ օր առաջ, անտառով անցնելու համապատասխան եղջերուի գտնվելու վայրը որոշելու համար։ Այս նախնական աշխատանքը բացարձակապես էական էր, քանի որ առանց դրա որսը կլիներ կույր անարդյունավետ գործողություն։
Լայմերի վարողը բարձր մասնագիտացված պրոֆեսիոնալ էր, ով համատեղում էր տեսողական հետագծման իր սեփական հմտությունները իր շան անգերազանցելի հոտարության հետ, մինչ մարդը դիտում էր հետքերը, արտաթորանքը ծառերի վրայի նշանները, շունը հետում էր հոտի մոլեկուլների անտեսանելի հետքին, որոնք մնում էին օդում կախված նստած բուսականության վրա։ Միասին մարդը շունը կազմում էին հետագծման մի միավոր, որի արդյունավետությունը զգալիորեն գերազանցում էր նրանցից յուրաքանչյուրի կարողությունը առանձին վերցրած վարողը։ Սովորում էր կարդալ իր շան վարքագիծը նույն ճշգրտությամբ, որով կարդում էր անտառի նշանները, կենդանու կեցվածքի նուրբ փոփոխությունը, նրա քայլերի ռիթմի արագացումը, գլխի թեքությունը, այս ամենը փոխանցում էր տեղեկատվություն, որը վարողը մեկնաբանում օգտագործում էր հետագա ուղղության վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։ Երբ լայմերը նրա վարողը նույնականացնում գտնում էին համապատասխան եղջերուին սովորաբար մի հասուն տպավորիչ հարթ, որն արժանի էր ազնվական որսի, սկսվում էր այն մանրակրկիտ ծիսակարգը, որը նախորդում էր բուն հետապնդմանը, որսի առավոտյան մասնագետները հավաքվում էին բացատում բացօթյա ջաշի համար, որը հայտնի էր որպես ասամբլեա կամ հանդիպում։ Սա պարզ ջաշ չէր, սա ռազմական խորհուրդ էր։ Լայմերների վարողները, ովքեր նախորդ ժամերին հետախուզել էին անտառը, իրենց զեկույցներն էին ներկայացնում որսի վարպետին։ Նկարագրելով իրենց գտած եղջերուները, դրանց բնութագրերը գտնվելու վայրը, նրանք որպես ապացույց բերում էին իրենց հավաքած արտաթորանքը, կտրած նշանավորված ճյուղերը, իրենց գրանցած մանրամասն դիտարկումները, որսի վարպետը գնահատում էր այս ողջ տեղեկատվությունը որոշում, թե որ եղջերուն պետք է հետապնդվի այդ օրը։ Ընտրության այս գործընթացը բացահայտում է, թե որքանով էր միջնադարյան որսը մտավոր գործունեություն, ոչ միայն ֆիզիկական, խոսքը անտառ դուրս գալու պատահած ցանկացած կենդանու սպանելու մասին չէր, ազնվական որսը մանրակրկիտ պլանավորված իրադարձություն էր, որտեղ որսի ընտրությունը ենթարկվում էր որակի մարտահրավերի խիստ չափանիշների, ընտրված եղջերուն պետք է լիներ բավականաչափ մեծ արժանի ավար ներկայացնելու համար, բավականաչափ հասուն երաշխավորելու համար, որ հետապնդումը կլինի երկար հուզիչ, բավականաչափ առողջ լավ վազք ապահովելու համար, հետագծողների կարողությունը տրամադրելու ճշգրիտ տեղեկատվություն այս հատկանիշների մասին առանց երբեք կենդանուն ուղղակիորեն տեսնելու, այլ միայն անտառում նրա թողած նշանների միջոցով համարվում էր արտակարգ վարպետության դրսևորում։ Եղջերուի ընտրությունից հետո որսն անցնում էր իր ամենադրամատիկ փուլին, հեծյալ որսորդները դիրքավորվում էին ռազմավարական գետերում կենդանու փախուստի հավանական ուղու երկայնքով, մինչդեռ շնավարները պատրաստում էին իրենց կենդանիներին հետապնդման համար։ Գորշուկաշների դիդդրեֆ, ճարպիկ արագավազ շների խմբերը տեղակայվում էին փոխարինման գետերում երթուղու երկայնքով։ Այնուհետ լայմերը հետ էր տարվում այն վայրը, որտեղ հայտնաբերվել էր եղջերուն, նրա վարողն օգտագործում էր նրան որսը բարձրացնելու համար, այսինքն ստիպելու նրան դուրս գալ թաքստոցից սկսել վազել։ Այն պահին, երբ եղջերուն նկատվում էր, որսորդական փողի ձայնն արձագանքում էր անտառում ազդարարելով հետապնդման սկիզբը։ Որսորդական փողը հաղորդակցության նույնքան էական գործիք էր, որքան շները կամ զենքերը, միջնադարյան խիտ անտառում, որտեղ տեսանելիությունը հաճախ սահմանափակվում էր մի քանի մետրով, որսի մասնագետները կախված էին ձայնից իրենց գործողությունները համակարգելու համար։ Յուրաքանչյուր իրավիճակ ուներ փողի իր սեփական հնչյունը գոդավորված երաժշտական լեզու, որը հասկանում էին բոլոր վարժեցված որսորդները։ Կային հատուկ հնչյուններ նշելու համար, որ եղջերուն նկատվել է, որ շները բաց են թողնվել, որ որսը փոխել է ուղղությունը, որ կենդանին անկյուն է քշվել կամ որ որսն ավարտվել է։ Փողի ձայնը կարող էր լսվել ավելի քան 1 կիլոմետր հեռավորությունից անտառի ներսում, դարձնելով այն այդ ժամանակաշրջանի ամենաարդյունավետ հաղորդակցության համակարգը։ Մինչ ազնվականները ձիերով հետապնդում էին եղջերուներին որպես կարգավիճակի հմտության դրսևորում, կային որսի այլ ձեր, որոնք էլ ավելի ինտենսիվորեն էին կախված հետագծման տեխնիկայից ներկայացնում էին բնակչության մեծ մասի առօրյա իրականությունը։ Աղեղով նետով որսը, օրինակ, պահանջում էր, որ որսորդը մոտենա իր որսին շատ կարճ հեռավորությունից, հաճախ 30 մետրից պակաս, որպեսզի գրակոծը արդյունավետ լինելու որևէ շանս ունենա։ Սա նշանակում էր, որ որսորդը պետք է ոչ միայն գտներ կենդանուն, այլ մոտենար նրան, առանց նկատվելու մի առաջադրանք, որը պահանջում էր քողարկման լրակյաց շարժման տեխնիկաների կատարյալ տիրապետում։ Միջնադարյան որսորդական տրակտատները խորհուրդ էին տալիս օգտագործել կանաչ հագուստ անտառի բուսականության հետ ձուլվելու համար։ Գաստոն Ֆեբուսը, Դոկպետ Նետիժև Ֆուայգոմսը, ով 1387-ից 1389 թվականների ընթացքում գրել է միջնադարի ամենահայտնի որսորդական տրակտատներից մեկը, որսի գիրքը Թեբաչ Ջժդու Շքոֆչ, նույնիսկ խորհուրդ էր տալիս աղեղը ներկել կանաչ, որպեսզի դրա փայլը չմատնի որսորդի դիրքը, նետերը պետք է ունենային 8 թիզ երկարություն, երկսայրի ծայրերով 5 մատ երկարությամբ ու 4 մատ լայնությամբ։ Փշերով աղեղները նախընտրելի է պատրաստված տոսախի կամ գենու փայտից, պետք է լարվեին մետաքսով մինյութ, որն ավելի առածկական էր, քան գանեփը, թույլ էր տալիս ավելի հզոր ու լուր գրագոցներ արձակել։ Գաստոն Ֆեբուսի տրակտատը հատուկ ուշադրության է արժանի այս պատմության մեջ, քանի որ այն ներկայացնում է մեզ հասած միջնադարյան որսորդական գործելակերպի ամենաամբողջական մանրամասն գրառումը։ Գրված ֆրանսերենով նվիրված Ֆիլիպ Համարցագին Նեթենջ Տուպչինցրտֆթ Բուրգունդիայի դքսին, որսի գիրքը բաժանված է բաժինների, որոնք համակարգված կերպով անդրադառնում են որսորդական արվեստի յուրաքանչյուր ասպեկտին,
առաջին մասը նկարագրում է այն կենդանիներին, որոնց կարելի է որսալ սկսած եղջերուից մինչ ջրասամույրը։ Մանրամասնելով նրանց սովորությունները, վարքագիծը, ֆիզիկական բնութագրերը, երկրորդ մասը նվիրված է շներին նրանց ցեղատեսակներին, մարզմանը խնամքին, երրորդ մասը սովորեցնում է հետագծման տեխնիկաները, ներառյալ ինչպես հետել հետքերին, մեկնաբանել նշանները գտնել որսը անտառում կամ դաշտում, իսկ չորրորդ մասը վերաբերում է թակարդներին որսի այլ մեթոդներին։ Այն, ինչ որսի գիրքը դարձնում է հատկապես արժեքավոր, գործնական մանրամասների հարստությունն է, որը Գաստոն Ֆեբուսը ներառում է իր տեքստում։ Նա չի սահմանափակվում վերացական նկարագրություններով, այլ առաջարկում է կոնկրետ հրահանգներ հիմնված տասնամյակների անձնական փորձի վրա։ Նա նկարագրում է, օրինակ, այն տարրերը, որոնք թույլ են տալիս ճանաչել կենդանիների ներկայությունը անտառներում, ինչպիսիք են ֆրայոարները, այն վայրերը, որտեղ եղջերուները քսել են իրենց եղջյուրները ճյուղերին, ռեպոզեները, այն վայրերը, որտեղ կենդանին պարգել է բուսականության մեջ, ֆուլեները, սաղարթների միջով կենդանու անցման հետանքով թողնված նշանները։ Այս տեղեկությունները կազմում էին այն լուր լեզվի այբուբենը, որը հետագծողները օգտագործում էին անտառը վերծանելու համար։ Գաստոն Ֆեբուսի աշխատությունը մեկուսացված չի առաջացել, այն մաս է կազմում գրական գործնական մի ավանդույթի, որը զարգացել է դարերի ընթացքում միջնադարյան Եվրոպայում։ Ֆեոդալ տերերը որսորդության բազեորսության տրակտատների մեծ սիրահարներ էին։ Նմանատիպ աշխատությունները շատ էին Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում հաճախ թարգմանվելով վերաթարգմանվելով տարբեր լեզուների մեջ, նախքան Գաստոն Ֆեբուսը, արդեն գոյություն ունեին այլ կարևոր տեքստեր, ինչպիսին է թագավոր Մոդուսի թագուհի Ռացիոյի գրքերը, գրված 1354-1376 թվականների մեջ, որը նույնպես մանրամասնում էր հետագծման որսի տեխնիկաները։ Գաստոն Ֆեբուսի մահից հետո նրա աշխատությունը թարգմանվեց հարմարեցվեց անգլերենին Էդուարդ Նորվիչցուց Չիչիփշտեվիզիցրիզ Յորքի երկրորդ դքսի կողմից 1406-1413 թվականների մեջ որսի վարպետը Վաթս Թուֆավաչփթեն Դոնչ վերնագրով։ Այս անգլերեն տարբերակը դարձավ միջնադարյան Անգլիայում որսորդության վերջնական հաղումը, պահպանվել է 27 հայտնի ձեռագրերում։ Մեկ այլ հիմնարար տրակտատ, որը լուսաբանում է մեր պատկերացումը բնական աշխարհի հետ միջնադարյան հարաբերությունների մասին, թռչունների միջոցով որս անելու արվեստի մասին Ջիջմոբերց ոչ տուչ Եփաթ Մովրդշեֆ գիրքն է, որը գրել է սրբազան հռոմեական կայսրության կայս Ֆրիդրիխ Լեժ Հոհենշտաուֆենը, Նյաբեջբրեդ Զիրցենսրիպնշտ, թե այն հիմնականում կենտրոնացած էր բազեորսության վրա գիշատիչ թռչուններով որս անելու արվեստի վրա։ Այս մոնումենտալ տրակտատը, որի մշակումը խլեց կայսեր կյանքի ավելի քան 30 տարին, պարունակում է մանրամասն դիտարկումներ կենդանիների վարքագծի, անտառների էկոլոգիայի հետագծման տեխնիկաների մասին, որոնք տարածված էին նրա ժամանակաշրջանում, Ֆրիդրիխ Վեժը համատեղում էր արաբական աղբյուրները, Արիստոտելյան տեքստերը իր սեփական անմիջական դիտարկումները ստեղծելու համար այն, ինչ շատերը համարում են արմտյան պատմության մեջ օրնիթոլոգիայի կենդանաբանության առաջին գիտական աշխատություններից մեկը։ Բազեորսությունը ներկայացնում էր միջնադարյան որսի մի հետաքրքիր լրացնող ճյուղ, որը նույնպես կախված էր հետագծման հմտություններից, թե այլ բնույթի, մինչ շներով որսը պահանջում էր, որ որսորդը հետեր ցամաքային հետքերին, բազեորսությունը պահանջում էր թռչունների վարքագիծը կարդալու, քամու հոսանքները մեկնաբանելու ինչպես վարժեցված բազեի, այնպես էլ նրա հետապնդած որսի շարժումները կանխատեսելու կարողություն։ Միջնադարյան բազեապանները բնական աշխարհի արտակարգ դիտորդներ էին, ունակ հայտնաբերելու թռչնի թռիչքի նրբերանգները, որոնք մատնանշում էին հոգնածություն, շփոթություն կամ վճռականություն։ Բազեապանի նրա թռչնի միջ հարաբերությունները կառուցվում էին ամիսների համբերատար մարզումների փոխադարձ դիտարկման վրա պահանջում էին հանդարտ ու վերահսկվող բնավորություն, քանի որ գրգռվածության կամ անհամբերության ցանկացած դրսորում կարող էր մշտապես փչացնել զգայուն թռչունին։ Միջնադարյան որսի սոցիալական հիերարխիայում բազեորսությունը զբաղեցնում էր արտակարգ հեղինակավոր տեղ, գիշատիչ թռչունների տարբեր տեսակներ ասոցացվում էին սոցիալական սանդղակի տարբեր մակարդակների հետ, սպիտակ բազեն դճպենուդֆաչ վերապահված էր թագավորների կայսրերի համար, սապսանը նեչպոցտբույթ բարձր ազնվականության համար, իսկ հիերարխիայի հիմքում ծառաները ստիպված էին բավարարվել հողմավար բազեով, նյբուտչտիկ մի փոքրիկ թռչունով, որն ունակ էր որսալու միայն մկներ ջնջղուկներ։ Իր սոցիալական դիրքից բարձր թռչուն պահելը ենթակա էր խիստ պատիժների։ Վերադառնալով անտառ հողին անհրաժեշտ է դիտարկել միջնադարյան որսի մի հաճախ անտեսված ասպեկտ թակարդների այլ մեթոդների օգտագործումը, որոնք այն ժամանակվա տրակտատները դասակարգում էին որպես պակաս ազնվական, բայց որոնք էական էին գյուղական համայնքների գոյատման համար, թակարդները ներկայացնում էին որսի միծ, որը ամբողջությամբ կախված էր կենդանիների սովորությունների ուղիների խորը գիտելիքից, այսինքն նույն հետագծման հմտություններից, որոնք հիմք էին հանդիսանում ազնվական որսի համար, բայց կիրառվում էին այլ կերպ թակարդը հաջողությամբ տեղադրելու համար որսորդը պետք է նույնականացներ կենդանիների տեղաշարժի միջանցքները, այն գետերը, որտեղ նրանք սնվում էին, ջուր խմում կամ հանգստանում, այն ժամերը, երբ նրանք հաճախում էին յուրաքանչյուր վայր, այս գիտելիքը կուտակվում էր տարիների համբերատար դիտարկման ընթացքում բանավոր կերպով փոխանցվում հորից որդուն կազմելով էկոլոգիական գիտելիքների մի ավանդույթ, որը հազվադեպ է գրավոր արձանագրվել, բայց որը բացարձակապես կենսական էր գյուղական բնակչության գոյատման համար։
Որսի այն կարգավորող օրենքների միջհարաբերությունները կազմում են միջնադարի սոցիալական պատմության ամենաբացահայտիչ գլուխներից մեկը։ Անգլիայում 1066 թվականի նորմանդական նվաճումից հետո Վիլհելմ նվաճողը ներմուծեց անտարային օրենքների մի համակարգ, որը արմատապես փոխեց բնակչության հասանելիությունը որսին բնական պաշարներին։ Հողատարածքների հսկայական զանգվածներ նշանակվեցին որպես արքայական անտառներ տարածքներ, որոնք վերապահված էին բացառապես թագավորի նրանց օգտագործման համար, ում նա թույլտվություն էր տալիս, այս տարածքներում, որոնք իրենց տարածման գագաթնագետին ծածկում էին անգլիական տարածքի մոտ 1/3, եղջերուների, վարազների այլ որսի սպանությունը արգելված էր բոլորի համար, բացի լիազորված ազնվականությունից, այս օրենքները խախտողների պատիժները սարսափելի էին, ներառյալ կուրացումը, անդամահատումը, ամորցատումը, նվաճումից հետո առաջին տարիներին, հենց մահը։ Անտարային օրենքները չէին արգելում միայն որսը, դրանք սահմանափակում էին անտարի գրեթե բոլոր օգտագործումները, որոնք անում էր բնակչությունը, ծառեր կտրելը, վարելափայտ հավաքելը, մրգեր հավաքելը, ձկնորսությունը, վարելիքի համար տորֆ փորելը, ընտանի կենդանիներին բացատներում արածեցնելը, այս ամենը դառնում էր արգելված կամ խստորեն կարգավորված արքայական անտառների սահմաններում։ Այն համայնքների համար, որոնք կախված էին այս պաշարներից իրենց գոյատման համար, անտարային օրենքները ներկայացնում էին տնտեսական, սոցիալական աղետ, հետաբար զարմանալի չէ, որ դրանք առաջացրին հսկայական ժողովրդական դժգոհություն մի դժգոհություն, որն իր ամենահայտնի արտահայտությունը գտավ Ռոբին Հուդի լեգենդում օրենքից դուրս մարդու, ով որս էր անում Շերվուդյան անտարի արքայական տիրույթներում վերաբաշխում իր իրավախախտման պտուղները աղքատների միջ։ Անտարային օրենքների գիրառումը դրված էր հատուկ պաշտոնյաների վրա, որոնք կոչվում էին անտարապահներ, որոնց հանձնարարված էր բարեկություն անել արքայական տարածքներում պատժել իրավախախտներին։ Այս անտարապահները թագի ամենաատելի պաշտոնյաների թվում էին։ Մասամբ այն պատճառով, որ նրանց գործառույթները նրանց ուղղակի հակամարտության մեջ էին դնում տեղի բնակչության հետ, մասամբ այն պատճառով, որ նրանք կոռուպցիայի համբավ ունեին ապօրինի հարստանալով այն պաշարների հաշվին, որոնք պետք է պաշտպանեին, տուգանքները։ Բանտարկությունը ամենատարածված պատիժներն էին։ Բայց նորմանդական նվաճումից հետո առաջին շրջանում պատիժների դաժանությունը խորը հետքեր թողեց անգլիական հավաքական հիշողության մեջ։ Ապօրինի որսը, այսինքն որսագողությունը, չափազանց տարածված գործունեություն էր ողջ միջնադարում, որով զբաղվում էին հասարակության բոլոր շերտերը սկսած քաղցած գյուղացիներից մինչ հավակնոտ ազնվականները, նույնիսկ հոգորականության ներկայացուցիչները։ Որսագողությունը այն էր, ինչ պատմաբաններն անվանում են սոցիալական հանցագործություն, մի անօրինական գործունեություն, որը վայելում էր լայն հանդուրժողականություն նույնիսկ համակրանք բնակչության կողմից, հարանները հազվադեպ էին մատնում ապօրինի որսորդին, որը մեկը ձերբակալվում էր, հաճախ պատիժ չէր կրում, քանի որ համայնքը հրաժարվում էր նրա դեմ վկայություն տալ։ Շատ դեպքերում որսագողությունը կազմակերպված գործունեություն էր որսորդների խմբերով, ովքեր միասին էին աշխատում արքայական անտառներում կենդանիներ որսալու դրանք տեղական շուկաներում վաճառելու համար։ Այս խմբերից որոշները աշխատում էին ֆեոդալների կամ նույնիսկ վանքերի համար, որոնք ցանկանում էին լրացնել իրենց պաշարները առանց ուշադրություն գրավելու։ Ձերբակալությանը դիմադրելը նույնպես միջնադարյան որսագողության իրականության մասն էր։ Ապօրինի որսորդները անտարապահների կողմից հետապնդվելիս հաճախ արձագանքում էին բռնությամբ հասնելով նրան, որ հարձակվում նույնիսկ սպանում էին այն պաշտոնյաներին, ովքեր փորձում էին ձերբակալել իրենց, կան գրառումներ փախչող որսորդների արձակած նետերից վիրավորված անտարապահների մասին, նույնիսկ մի լեգենդար պատմություն, ըստ որի Սուրբ Թոմաս Բեգեդը հրաշք էր գործել բուժելով մի անտարապահի, ում գոկորտին կպել էր ապօրինի որսորդի նետը։ Այս բռնությունը արտացոլում է այն սոցիալական հակամարտության ինտենսիվությունը, որն առաջացնում էին անտարային օրենքները, մի հակամարտություն, որը տեց դարեր, որը սկսեց մեղմանալ միայն 1217 թվականին Անտարի խարտիայի Չոբվինչին հրապարակմամբ մի փաստաթուղթ, որը ազատ մարդկանց շնորհեց արքայական անտառների օգտագործման որոշակի իրավունքներ, ներառյալ վարելափայտի, մեղրի մրգերի հավաքումը, ձկնորսությունը, կենդանիների արածեցումը։ Կարոր է նշել, որ կենդանիներ հետագծելու հմտությունը բացառիկ չէր ազնվականության կամ նրանց պրոֆեսիոնալ որսորդների համար, հասարակ ժողովուրդը, հատկապես առավել հեռավոր գյուղական վայրերում, պահպանում էր հետագծման ավանդույթներ, որոնք գալիս էին դեռ նորմանդական անտարային օրենքների հաստատումից շատ առաջ։ Այս ավանդույթները ներկայացնում էին անթիվ սերունդների ընթացքում կուտակված էկոլոգիական գիտելիքներ, մի իմացություն, որը թույլ էր տալիս համայնքներին նույնականացնել, թե որ կենդանիներն են բնակվում իրենց հողերում, տարվա որ եղանակներին են նրանք առավել ակտիվ, որտեղ կարելի է նրանց գտնել, ինչպես կարելի է նրանց որսալ նվազագույն ռիսկով ջանքերով, այս գիտելիքը փոխանցվում էր բանավոր, սովորեցվում էր որդիներին անտառում երկար զբոսանքների ժամանակ երբեք չի գրանցվել շքեղորեն նկարազարդված տրակտատներում, ինչպիսիք զարդարում են մեծ թանգարանների գրադարանները։ Սակայն գյուղական համայնքների գոյատման համար դրա կարողությունը պակաս չէր, քան ազնվականության որսորդական բարդ ծիսակարգերինը։ Տարվա եղանակները թելադրում էին միջնադարյան որսի ռիթմը, հետաբար, յուրաքանչյուր ժամանակաշրջանում գիրառվող հետագծման տեխնիկաները, եղջերուի որսի սեզոնը բոլորից ամենահեղինակավորը, ավանդաբար սկսվում էր մայիսի սկզբին, երբ արու եղջերուները դուրս էին գալիս իրենց ձմեռային թաքստոցներից սկսում արածել բաց դաշտերում։ Տում էր մինչ սեպտեմբերի կեսերը։
Այս ժամանակահատվածում հետագծողները պետք է հարմարեցնեին իրենց տեխնիկան ամռան փարթամ բուսականությանը, ինչը դժվարացնում էր չոր հողի վրա հետքերի նույնականացումը, բայց հեշտացնում էր թփերի երիտասարդ ծառերի վրա սնվելու հետքերի հայտնաբերումը։ Աշնանը, երբ եղջերուները մտնում էին զուգավորման շրջան, դառնում ավելի ագրեսիվ ու պակաս զգույշ, հետագծման տեխնիկաները նորից փոխվում էին օգտագործելով այդ ժամանակաշրջանի բնորոշ կանչերը վարքագիծը։ Ձմեռը իր հետ բերում էր վայրի վարազի որսը մի վտանգավոր կենդանու, որը պահանջում էր քաջություն հետագծման մասնագիտացված հմտություններ, քանի որ վարազին ավելի դժվար էր շներով հետապնդել ձյունով մեռած բուսականությամբ ծածկված տեղանքում։ Վայրի վարազը հատուկ ուշադրության է արժանի այս պատմության մեջ, քանի որ նրա որսը ներկայացնում էր ամենամեծ մարտահրավերներից վտանգներից մեկը, որին կարող էր բախվել միջնադարյան որսորդը։ Ի տարբերություն եղջերուի, որը փախչում էր որսորդներից, վարազն ընդունակ էր շրջվել իր հետապնդողների դեմ հարձակվել նրանց վրա իր սուր ժանիքներով պատճառելով ծանր կամ մահացու վերքեր։ Վարազի հետագծման տեխնիկաները նման էին եղջերուի համար կիրառվողներին կենտրոնանալով հետքերի, արտաթորանքի, հողի վրա փորելու նշանների վրա։ Որտեղ կենդանին փնտրում էր արմատներ պալարներ, նրա անցումից բուսականությանը հասցված վնասների վրա, սակայն բուն որսը պահանջում էր լրացուցիչ նախազգուշական միջոցներ, որսորդները հաճախ օգտագործում էին մասնագիտացված շներ կենդանուն անկյուն քշելու համար, նախքան վերջնական հարվածի համար մոտենալը հատուկ այդ նպատակով նախագծված նիզակներով։ Որոշ երկրներում գոյություն ունեին նիզակներ պատրաստված հատուկ յուրաքանչյուր տեսակի որսի համար, երկարության, ծայրի չափի ծանրության կենտրոնի տարբերություններով, ինչն արտացոլում էր այն ծայրահեղ մասնագիտացումը, որը բնորոշ էր միջնադարյան որսին։ Գիշատիչների շարքում գայլերն ու աղվեսները ամենափնտրված որսն էին։ Այս արարածներին որսում էին ոչ միայն նրանց շքեղ մորթու համար, որն օգտագործվում էր շքեղ հագուստների պատրաստման մեջ, այլ ընտանի հոտերը եղջերուների ու վարազների պոպուլյացիաները պաշտպանելու համար, որոնք ազնվականությունը ցանկանում էր պահպանել իր որսերի համար։ Միջնադարյան Եվրոպայի յուրաքանչյուր տարածաշրջան ուներ գայլերի աղվեսների որսի իր ավանդական մեթոդները, ներառյալ թակարդների օգտագործումը, մասնագիտացված շները շրջափակման տեխնիկաները, որոնք պահանջում էին տասնյակ մասնագետների համագործակցություն։ Գիշատիչների հետագծումը ներկայացնում էր առանձնահատուկ մարտահրավեր, քանի որ այս կենդանիները բնականից զգույշ էին, հմուտ հայտնաբերումից խուսափելու մեջ ընդունակ անցնելու շատ ավելի մեծ հեռավորություններ, քան խոտագեր որսը։ Ձիերը նույնպես էական դեր էին խաղում միջնադարյան որսում։ Որսի մեջ օգտագործվող ձիերը պատերազմում կիրառվող ծանր մարտական ձիերը չէին, այլ ավելի թեթ, ճարպիկ դիմացկուն կենդանիներ, որոնք ընդունակ էին տեղաշարժվել անտառների անհարթ տեղանքով, կուրսերներս որոնք գնահատվում էին իրենց արագության համար, օգտագործվում էին երկար տարածության հետապնդումների ժամանակ, ռաունսիները ավելի բազմակողմանի ձիեր, ծառայում էին որպես ընդհանուր հեծելազոր։ Սելեկցիոն բուծումը ներառում էր խաչասերումն ավելի թեթ արելյան դոհմերի հետ, ինչպիսիք են 12-րդ դարից սկսած ներմուծված արաբական ձիերը արագություն ու դիմացկունությունը բարելավելու համար։ Միջնադարյան որսորդի պատրաստումը երկար խիստ գործընթաց էր, որը սկսվում էր մանկությունից, որսորդ դառնալու համար նախատեսված տղաները սկսում էին իրենց ուսուցումը 7 կամ 8 տարեկան հասակում որպես սպասավոր շնաբներում։ Այս փուլում նրանք խնամում էին շներին, մաքրում վանդակները, կերակրում կենդանիներին սովորում յուրաքանչյուրի անունն ու բնավորությունը։ Այս ամենօրյա շփումը ստեղծում էր այն մտերմությունը, որն անհրաժեշտ էր ապագա որսերի համար, երբ նրանք մեծանում էին, բարձրանում էին օգնականի աստիճանի, ովքեր մասնակցում էին որսերին գործնականում սովորելով հետագծման տեխնիկաները, հետքերի ու արտաթորանքի մեկնաբանումը, բուսականության նշանների գարթալը։ Մի հետաքրքիր մանրուք այն է, որ առողջ շները տանը միս չէին ստանում, քանի որ նրանց մարզիչները ցանկանում էին, որ նրանք մսի սպառումը ասոցացնեին բացառապես անտարի որսորդական գործունեության հետ։ Զարմանալիորեն երիտասարդ որսորդների կրթությունը խստորեն չէր ենթարկվում դասակարգային բաժանումներին, որոնք բնորոշ էին միջնադարյան կյանքի մեծ մասին։ Ազնվական հասարակ ընտանիքների տղաները միասին էին կրթվում որսորդական արհեստի մեջ սովորելով նույն տեխնիկաները, կիսելով նույն առաջադրանքները։ Սակայն վճռորոշ տարբերությունը յուրաքանչյուրի վերջնական ճակատագրի մեջ էր։ Մինչ ազնվականների որդիները պատրաստվում էին սպասավորի կարգավիճակից բարձրանալ հետյալ որսորդի աստիճանի իրավունք ունենալով հետապնդել որսը։ Ձիով որպես որսի լիիրավ մասնագիծ, հասարակ ընտանիքների որդիները մնում էին օգնականների, շնավարների կամ խնամողների կարգավիճակում, երբեք չկարողանալով հավակնել այն սոցիալական դիրքին, որը շնորհում էր հետյալ որսը։ Այնուամենայնիվ, համեստ ծագում ունեցող այս պրոֆեսիոնալները տիրապետում էին հետագծման այնպիսի հմտությունների, որոնց շատ ազնվականներ երբեք չէին հասնի, քանի որ հենց նրանք էին իրենց ողջ կյանքն անցկացնում անտառում կուտակելով անփոխարինելի գործնական գիտելիքներ։ Թե որսը հիմնականում տղամարդկանց աշխարհ էր, կան գրառումներ այն մասին, որ ազնվական կանայք նույնպես մասնակցում էին որսի որոշակի ձերի, բազեորսությունը համարվում էր տիկնանց համար պատշաճ զբաղմունք, քանի որ այն չէր ներառում անմիջական բախում վտանգավոր կենդանիների հետ։ Կան նա տեղեկություններ, որ ազնվական աղջիկները ստանում էին աղեղնացկության հետագծման հիմնական տեխնիկաների ուսուցում։ Կանացի մասնակցության հետ ասոցացվող որսի մի ձեր աղեղի ֆիքսված դիրքի մեթոդը, որտեղ որսը քշողների շների միջոցով ուղղվում էր դեպի թաքնված աղեղնավորների խումբը,
Տիկնայք կարող էին մասնակցել այս մեթոդին, որն ավելի անվտանգ էր ֆիզիկապես պակաս պահանջկոտ, որը հաճախ իրականացվում էր այդ նպատակով նախագծված ցանկապատված պուրակներում։ Կրոնական սիմվոլիզմը թափանցում էր միջնադարյան որսորդական ողջ մշակույթի մեջ, եղջերում միջնադարյան պատկերագրության մեջ հաճախ ասոցացվում էր Քրիստոսի հետ, իսկ եղջերուի որսը կարող էր մեկնաբանվել որպես ճշմարտության փրկության քրիստոնեական որոնման այլաբանություն։ Սրբերի կյանքը, ինչպիսիք են Սուրբ Եվստաթեոսը, Սուրբ Հուբերտը, ներառում էր որսի հետ կապված դրվագներ, որոնք դարձան աստվածային հայտնության պահեր հանրահայտ թեմաներ լինելով պատկերազարդ ձեռագրերի տաճարների։ Վիտրաժների համար Սուրբ Հուբերտ Լիեժցին, ում կենսագրությունը պատմում է, թե ինչպես որսը նրան գրեթե հեռացրեց Աստծուց նախքան նրա դարձը, մինչ օրս համարվում է որսորդների հովանավոր Սուրբը։ Աշխարհիկ գրականության մեջ անտառում իր որսին հետապնդող ասպետը օգտագործվում էր որպես իր տիկնոջ բարեհաճությունը փնտրող տղամարդու խորհրդանիշ արտացոլելով այն կենտրոնական տեղը, որը որսորդական գործունեությունը զբաղեցնում էր միջնադարյան մշակույթում։ Դարերի ընթացքում միջնադարյան հետագծման տեխնիկաները զարգացան ի պատասխան բնապահպանական, տեխնոլոգիական սոցիալական փոփոխությունների, որոշ տարածաշրջաններում վայրի կենդանիների պոպուլյացիաների աստիճանական նվազումը ստիպեց որսորդներին մշակել տեղորոշման հետապնդման ավելի զդված մեթոդներ։ Արբալետի ՉՉՖ-ի ներմուծումը որսորդական զինանոց թե վիճահարույց էր, քանի որ համարվում էր պակաս ազնվական, քան շներով որսը, բերեց հեռավորությունից որսալու նոր հնարավորություններ, որոնք փոխեցին մոտեցման հետագծման։ Ռազմավարությունները, իսկ անտառային օրենքների փոփոխությունները, հատկապես 1217 թվականի անտառի խարտիայից հետո, մասնագիորեն վերաբաշխեցին որսորդական պաշարների հասանելիությունը, թույլ տալով բնակչության ավելի լայն շերտերին օրինականորեն զբաղվել որսի որոշակի ձեռով։ Սակայն հենց Վարոդի հրազենի հայտնվելն էր, որ նշանավորեց հետագծման ավանդական տեխնիկաների անկման սկիզբը, որսի մեջ օգտագործվող առաջին հրազենները ծանր էին անճշգրիտ, բայց ավելի մեծ հեռավորությունների վրա սպանելու նրանց կարողությունը փոխեց որսորդի նրա որսի միջ հարաբերությունները։ Ժամանակի ընթացքում լուր մոտենալու անհրաժեշտությունը նվազեց, դրա հետ մեկտեղ նվազեց հետագծման հմտությունների կարողությունը, որոնք հազարամյակներ շարունակ սահմանել էին որսը, բազեորսությունը կտրուկ անկում ապրեց։ 16-րդ դարից սկսած, իսկ շներով մեծ որսերը գնալով ավելի շատ վերածվեցին նոստալգիկ ծիսակարգերի։ Միջնադարյան որսի էկոլոգիական հետանքները նույնպես ուշադրության են արժանի, վայրի վարազը Անգլիայում որսացվել է մինչ անհետացում։ Գայլերը բրիտանական լանդշաֆտից անհետացան 15-րդ դարի վերջին, թե անտառային օրենքները մասամբ նախագծված էին ֆաունան պաշտպանելու համար, դրանց արդյունավետությունը սահմանափակ էր թե օրինական, թե ապօրինի որսի մշտական ճնշման ժողովրդագրական աճի պատճառով։ Հետադարձ հայացք գցելով դարերի մշուշի միջով այն, ինչ ի հայտ է գալիս այս պատմությունից, պարզապես հնացած որսորդական տեխնիկաների մասին պատմություն չէ, այն, ինչ ի հայտ է գալիս, մարդու բնական աշխարհի միջ խորը մտերմիկ հարաբերությունների պատկերն է մի հարաբերություն, որը կառուցված է համբերատար դիտարկման, էգոհամակարգերի բարդության հանդեպ հարգանքի այն գիտակցման վրա, որ գոյատումը կախված էր բնության առաջարկած նշանները կարդալու մեկնաբանելու կարողությունից, միջնադարյան հետագծողները լինեին նրանք։ Շքեղ ձիեր հեծած ազնվականներ, թե ստվերների միջով սողացող գաղտնի գյուղացիներ, կիսում էին նույն հիմնարար գիտելիքը այն գիտակցումը, որ անտառը կենդանի օրգանիզմ էր լի հաղորդագրություններով նրա համար, ով ուներ համբերություն խոնարհություն դրանք լսելու համար։ Ցեխի վրայի հետքերը, ցուրտ առավոտվա լույսի տակ քննված արտաթորանքը, եղջերուի կրծքի բարձրության վրա գոտրված ճյուղերը, գիշերային անցումից տեղաշարժված տերները, այս բոլոր նշանները կազմում էին մի լեզու, որը նույնքան հարուստ բարդ էր, որքան մարդկային ցանկացած լեզու, եւ ինչպես ցանկացած լեզու, այս լեզուն տիրապետելու համար պահանջվում էր տարիների ուսումնասիրություն պրակտիկա։ Միջնադարյան տրակտատները, որոնք արձանագրել են այս իմաստությունը սկսած Գաստոն Ֆեբուսի որսի գրքից մինչ Էդուարդ Նորվիչցու որսի վարպետը, սկսած Ֆրիդրիխ Զվեի թռչունների միջոցով որս անելու արվեստի մասին աշխատությունից մինչ եվրոպական արքունիքներում շրջանառվող անթիվ փոքր ձեռնարկները, էկոլոգիական գիտելիքների մի ավանդույթի վկայություններ են, որը ժամանակակիցությունը գրեթե ամբողջությամբ ջնջել է։ Բայց ամբողջությամբ չի ջնջել։ Միջնադարյան հետագծման հիմնարար սկզբունքները գոյատում են ժամանակակից հետագծողների գործելակերպում, ովքեր պահպանում են այս նախնական արվեստը, հետքերը կարդալու, արտաթորանքը մեկնաբանելու, սնվելու հանգստի նշանները նույնականացնելու, բուսականության մեջ նուրբ խաթարումները հայտնաբերելու կարողությունը բոլոր այն հմտությունները, որոնց տիրապետում էին միջնադարյան որսորդները, շարունակում են սովորեցվել կիրառվել բնագետների, պահպանողների վայրի բնության սիրահարների կողմից ողջ աշխարհում տարբերությունն այն է, որ մինչ միջնադարյան մարդու համար այս հմտությունները գոյատման հարց էին։ Ժամանակակից դիտորդի համար դրանք կամուրջ են դեպի աշխարհն ընկալելու միծ, որը տեխնոլոգիական քաղաքակրթությունը դարձրել է հնացած, բայց ոչ պակաս հրապուրիչ։ Եվ թերս հենց այստեղ է թաքնված այն ամենախորը դասը, որը միջնադարյան հետագծումը կարող է մեզ առաջարկել, մի դարաշրջանում, երբ տեխնոլոգիան թույլ է տալիս մեզ տեղորոշել մոլորակի ցանկացած կետ սանտիմետրի ճշգրտությամբ, հետել կենդանիներին տեսախցիկներով ու դրոններով վերահսկել վայրի պոպուլյացիաները արբանյակով,
Կա միաժամանակ խոնար վեհ մի բան այն միջնադարյան հետագծողի պատկերի մեջ, ով կքնած է անտարի հատագին, մատների ծայրերով դիպչում է հողին, հայացքն ուղղում է դեպի հեռավոր մի թուփ գիտի այնպիսի համոզվածությամբ, որին ոչ մի էլեկտրոնային սարք չէր կարող հավասարվել, որ իր որսը մի քանի ժամ առաջ այստեղ է եղել։ Այս մարդուն պետք չէին քարտեզներ, կողմնացույցներ կամ գործիքներ, նա ուներ իր զգայարանները, իր գիտելիքը անտառը, եւ դա բավարար էր։ Միջնադարյան անտառներն այլս գոյություն չունեն այնպես, ինչպես կային, շատերը հատվել են տեղը զիջելով գյուղատնտեսությանը քաղաքներին, մեծ եղջերուներն այժմ ապրում են պահպանվող արգելոցներում։ Գայլերը, որոնք ահաբեկում էին միջնադարյան մարդուն, վերածվեցին Եվրոպայի հսկայական հատվածներից նախքան վերջին տասնամյակներում դանդաղորեն վերադառնալը։ Իսկ որսորդները, ովքեր անտառը կարդում էին բաց գրքի պես, փոխարինվեցին կենսաբաններով զինված հետագծող վզնոցներով տվյալների բազաներով, բայց անտառը դեռ շշնջում է նրանց համար, ովքեր պատրաստ են լսել, դեռ կան հետքեր ցեխի վրա, դեռ կան գիշերային անցումներից կոտրված ճյուղեր, բնության լուր լեզուն չի փոխվել, փոխվել ենք մենք։ Երբ մենք նայում ենք որսի գրքի պատկերազարդ ձեռագրին իր մանրանկարներով, որոնք ցույց են տալիս որսորդների, շների եղջերուների նկարված վառ գույներով հարյուրամյա մագաղաթի վրա, մենք գործ ունենք ավելի հետ, քան պարզապես արվեստի գործն է։ Մենք գործ ունենք գոյատման ձեռնարկի, գիտական տրակտատի մարդկանց ու բնության միջ հազարամյակներ տած հարաբերությունների վկայության հետ, յուրաքանչյուր մանրանկար սարեցնում է մի պրակտիկայի ակնթարթ, որը ձավորել է լանդշաֆտներ, կերակրել բնակչություններ, մարզել մարտիկներ, սահմանել սոցիալական հիերարխիաներ, որսորդը, ով հետագծում էր իր որսին միջնադարյան անտառի միջով, այն ավանդույթի ժառանգորդն էր, որը գալիս էր առաջին մարդկանցից, ովքեր սովորեցին կարդալ կենդանիների կողմից հողի վրա թողնված նշանները։ Այս շղթան խզվել է, բայց չի ոչնչացվել, եւ հենց այդ պատճառով արժե հիշել այս մոռացված մեթոդները ոչ թե որպես պատմական հետաքրքրասիրություն, այլ որպես վկայություն մարդկային կարողության դիտարկելու, սովորելու հարմարվելու բնական աշխարհին այնպիսի խորությամբ, որը ժամանակակից տեխնոլոգիան, որքան էլ հզոր լինի, երբեք չի կարող ամբողջությամբ փոխարինել։ Հաջորդ անգամ, երբ քայլեք անտառով, ուշադրություն դարձրեք ձեր ոտքերի տակ գտնվող հողին, դիտեք հողի վրայի նշանները, կոտրված ճյուղերը, տեղաշարժված տերները։ Փորձեք լսել, թե ինչ է ասում անտառը, թերս բացահայտեք, որ բնության լուր լեզուն դեռ հասանելի է նրան, ով պատրաստ է սովորել այն։ Եվ եթե այս պատմությունը ձեր մեջ հետաքրքրություն արթնացրեց ավելի շատ նմանատիպ պատմություններ ուսումնասիրելու, մարդկային պատմության այլ մոռացված գլուխների մեջ սուզվելու այնպիսի գիտելիքներ վերագտնելու համար, որոնք ժամանակը գրեթե ջնջել է, ապա մտածեք այս ալիքին բաժանորդագրվելու մասին, յուրաքանչյուր բաժանորդագրություն, յուրաքանչյուր հավանում, յուրաքանչյուր մեկնաբանություն, որ դուք թողնում եք, նման է մի հետքի այն արահետի վրա, որը մեզ առաջնորդում է ստեղծելու ավելի շատ նմանատիպ բովանդակություն։ Ճիշտ։ Այնպես, ինչպես միջնադարյան հետագծողներն էին հետում անտառի նշաններին գտնելու իրենց փնտրածը, մենք հետում ենք ձեր նշաններին իմանալու համար, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, թողեք ձեր հետքը, հավանեք, մեկնաբանեք, կիսվեք նրանց հետ, ովքեր գնահատում են լավ պատմված պատմությունը, եւ մինչ հաջորդ ճանապարհորդությունը անցյալի մոռացված արահետներով։